Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Եթե ընդդիմության մեր երկու ներկայացուցիչները, Տիկին Գալստյանը եւ Տիկին Գյուրեղյանը պայքարեին մանիպուլյացիա բառի հոմանիշը կամ հոմանիշին համապատասխան դեր ստանձնելու հետ, ապա այս մրցապայքարում վստահաբար Տիկին Գալստյանը այսօր կհաղթեր, որովհետև Տիկին Գալստյանը երբ նշեց, թե գիտությանը հատկացրել եք ընդամենը ՀՆԱ-ի զրահամբողջ 35%, Տիկին Գալստյան, եթե լսում եք ինձ, ոչ թե ընդամենը, այլ արդեն իսկ, որովհետև եթե ես չեմ սխալվում, իսկ ես չեմ սխալվում, պատմության մեջ ամենամեծ ոլորտի կառավարման կարծես թե փորձը ձեր ուժը ունի, եւ այս իմաստով դուք առնվազն խոսելու իրավունք չունեք, ինչի, որովհետեւ առնվազն միայն իներցիոն աճ եք ապահովել այդ ընթացքում, եւ 0.35% աճ ընդհանրապես ապահովելու դեպքում երբ նշում եք, ձեր կառավարման ընթացքում 0.18-ից 21% է կազմել այս թիվը, այս թվերի առումով խնդրում եմ մի փոքր զգուշ եղեք եւ նշում էիք 2020 երբ նշում էիք ակադեմիական քաղաքի կառուցման մասին, հարգելի հայրենակիցներ, ես էլ եմ մանիպուլյացիայի դասական դրսևորում 2022 թվականին մեկնարկել է ծրագիրը, ոչ թե կառուցման աշխատանքները, խնդրում եմ ուշադրություն դարձրեք սրան, նաև խոսեցիք գիտաշխատողների մասին, երբ խոսեցիք, ասացիք աշխարհում վերջին տեղն ենք զբաղեցնում, հարգելի գործընկերներ, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, 48 երկրների շարքում Հայաստանի Հանրապետությունը 40-րդ տեղն է զբաղեցնում, իհարկե նախանձելի չեն ձեր մաթեմատիկական գիտելիքները, այս իմաստով, Տիկին Գալստյան, եթե ինձ լսում եք, եւ ընդ որում խոսում է մի ներկայացուցիչ, որի կառավարման ընթացքում ընդամենը մեկ ռեֆորմ ունեն, ես քիչ առաջ նայում եմ ուսուցիչների մասով, որակավորման տարակարգի 4 աստիճան համակարգն են ընդամենը ներդրել։ Բայց 18 թվականից մինչև 25 թվականը, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, վարձատրության ֆոնդը 37 միլիարդի շեմը հատել է։ Եվ երբ խոսում եք հետագծից քաղաքական հարգելի ընդդիմություն, հատկապես Տիկին Գալստյան, ձեր քաղաքական հետագիծը այնքան եք լղոզել եւ այնքան է լղոզված, որպեսզի ակներև լինի ձեր քաղաքական հետագիծը, առնվազն 7D ակնոց պետք է կրել, որպեսզի տեսանելի լինի ձեր քաղաքական հետագիծը։ Չեմ կարող չխոսել, իհարկե, վերջին օրերին շատ ակտուալ է դառել բացառիկ բառը, իհարկե բառը շատ գեղեցիկ է, բացառիկ բառը շատ բացառիկ բառ է, իհարկե, բայց հոգեբանական թրիլերը անվանել բացառիկ, մեղմ ասած լուրջ չէ, բայց այդ հոգեբանական թրիլերի մեջ մի միտք կար, որը շատ տպավորիչ էր բացառիկության տեսանկյունից, երբ Սերժ Սարգսյանը ասաց, որ ես մեջ բերեմ իր խոսքերը, ասաց, որ եղել է մի ընթացք, անկեղծ սա բացառիկ խոստովանություններ ըստ էության, ասաց, եղել է մի պահ, երբ գայթակղությունը մեծ է եղել վերախմբագրել, վերաձևակերպել իր հայտնի միտքը, թե Նիկոլը ճիշտ էր եւ ես սխալ, նա ցանկացել է խմբագրելով այս միտքը ասել Նիկոլը ճիշտ էր եւ դուք սխալ, եւ ըստ էության ովքեր էին այդ դուքերը, սիրելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, պարզվում է, ընդ որում սա իմ ենթադրությունը չէ, այնքան անկեղծացավ Սերժ Սարգսյանը, որ որոշեց բացել այս ձևակերպումը, նա ասաց այդ դուքերից առաջինը այն քաղաքացիներն էին, այն աշխուժակները, իդեպ սիրելի հայրենակիցներ, ձեզ անվանելով աշխուժակներ, ովքեր հայտնվել էին փողոցում, ձեզ եւ մեզ, երկրորդ ավելի անկեղծանալով, շատ անսպասելի էր այս անկեղծ ձևակերպումը, ասաց, այդ դուքերի մեջ մտնում էին նաև նրանք, ովքեր պիտի
իրենց կաշվի գնով, իդեպ պարոն Սարգսյան նախագահ եք եղել, մինչև հիմա չգիտեք, որ ոչ թե կաշի, այլ մաշկ, իրենց մաշկի գնով պիտի, խնդրում եմ ուշադրություն դարձրեք այս բառին, հանդարտեցնեին ժողովրդին, կարծում եմ նա այլ իրականության մեջ եղել, որովհետև այդ ընթացքում ժողովրդին հանդարտեցնելու կարիք չկար բնավ, և կուլմինացիան էր շատ հետաքրքիր, այդ դուքերի մեջ նաև մտնում էին այն քաղաքացիները, պարզվում է, ովքեր տանը նստած սպասում էին ատամները սեղմած իր հրաժարականին։ Եվ ինչ պարզվեց, առնվազն ինձ համար պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանը խնդիր չունի իշխանության հետ, իշխանության ներկայացուցիչների հետ չունի խնդիր, նա խնդիր ունի ժողովրդի հետ, նա չի ներել ժողովրդին, հարգելի հայրենակիցներ, նա չի ներել ժողովրդին 18 թվականին, ինչի վառ արտացոլումն էր այն մտքերը, որոնք նա անկեղծորեն առանց վարանելու մեջ բերեց իր հոգեբանական թրիլերի ընթացքում, նա երկրորդ անգամ չներեց 21 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացունով վերահաստատեց իր վստահությունը հայ ժողովրդին և վերջում մեկ խորհուրդ հարգելի ընդդիմություն, ովքեր խորհուրդ էին տվել ժամը 10:00-ին ուղիղ եթեր դուրս գալ և ընդ որում 7 ժամ տևացող, պատկերացրեք 17 ժամ եթե խոսար, ինչքան կանկեղծանար նախկին նախագահը, հաջորդ անգամ ճիշտ կանի նախագահը 12-ից ժամը 00:00-ից հետո հանդես գա իր անկեղծ թրիլերով, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին հանգիստ քուն մտնի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հաջորդ ելույթի համար Քրիստինե Վարդանյան, համեր։